Ողջույն բարեկամներ, ուրախ եմ նորից հանդիպելու համար։ Այսօր արդեն Կիրակի է, նոյեմբերի 16-ը եւ արդեն վստահ եմ սկսել են վարշապատում ընտրությունները։ Ինչ պետք է անենք, դրա մասին մենք խոսենք, բայց ուզում եմ հաղորդումը սկսել ինչպես միշտ Մասիսի նկարով։ Ես այսօր եմ իմացել, որ Վախթանգ Ղուկասյանը դոկը ֆլեշմոբը կազմակերպել եւ իրենց իմացա, որ այս ֆլեշմոբը Մասիսի նկարներով մեծ նեղություն առաջացել Թուրքիայում եւ Նիկոլ Փաշինյանի շրջապատում։ Չիմանալով դրա մասին ես վաղուց եւ երևի ամեն վերջին մի քանի ամիսը ամեն մի հաղորդում սկսում եմ Մասիսի տեսարանով, իսկ ստեղ տեսեք Քարագագատ Արագածն է, այն կողմը Մասիսը։ Ուղղակի մեզ ինքներս հիշեցնելու համար, որ մենք այսքան հին ու անհասանելի ենք մեր թշնամիների համար։ Եվ մեզ ոչ հիմա պետքա որ չվախեցնի հենց այս օրինակով։ Հիմա անցնենք այսօրվա կարևոր թեմաներին։ Դե այս սիրուն տեսանից հետո հիմա ստիպված ենք նայել սա, որովհետև սա է այսօրվա իրականությունը։ Այս սև ու սպիտակը։ Այս նեղացինները ուզում են գրավել Սուրբ քաղաք Վարշապատ այսօր։ Ինչ պետք է արվի։ Եկալի մեջբերեմ Վարդան Ղուկասյանին, ինքը առաջարկում էր գնալ նկարել Արարատ լեռը, հա, ես առաջարկում եմ, եթե պետք է ընտրեք այս ճիվաղներին 7-ին կամ 3-ին, հա, իրանց բուկլետի վրա նկարեք, իրանց այս բանի քրվատ տերտիկի վրա նկարեք Արարատ լեռը։ Իմ համար կարևորը, որ սրանք պարտվեն ինչպես Գյումրիում եւ ինչպես Փարաքարում, ու սրանք պիտի պարտվեն։ Այսա լսենք իրար հետ։ Փարաքարում ի տարբերություն Վաղարշապատի ամբողջովին այլ իրավիճակ էր, մասնավորապես այնտեղ քոչարյանական ուժեր չէին առաջադրվել, եւ եթե քոչարյանական ուժեր առաջադրվեին, այնտեղ կարծում իրավիճակը այլ կլներ եւ իրենք հասկանալով դա առաջադրել էր այլ քաղաքական ուժից տեխնացու էր առաջադրվել։ Սա ասեք, որ մտավոր տահասը, մտավոր հետամնաց, սո դեբիլ է կատարյալ, էլի։ Ինքը խոստովանում է, որ իրենք ոչ մի բան են, եթե դիմացը չկա Ռոբերտ Քոչարյան, որ իրենց փրկի, որ իրենց միակ հույսը, որ կարող է իրենք մի ձայն հավաքեն, դա Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն է։ Ու սա նախարարը։ Սա կարծեմ ինչ տարածքային նույնիսկ կառավարման նախարարը, սրանք այնքան չկան, այնքան իրանք չմարդիկ են, որ նույնիսկ չգիտեմ սրանցից որ մեկին ինչ պաշտոն են տվել ժամանակավոր, բայց լսենք շարունակությունը։ Բայց լավ մարդ ինչքան հիմար պետք է լինի, որ դրա մասին բաց խոսա։ Չնայած մարդկան կարող է մտածի, դե ինքը անկեղծ է, դրա համար է խոսում, չէ, դա անկեղծության նշան չի իրանց պարագայում։ Իրանք չեն կարող անկեղծ լինեն։ Իրանց պարագայում սա կատարյալ դեբիլության նշան է։ Ըստ Դավիթ Խուդատյանի իշխանությունն այնտեղ պարտվել էր, քանի որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող ուժ կամ տեխնացու չի մասնակցել ընտրություններին։ Ընտրված համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանը, որ մեկ ամիս առաջ սպանվեց իր տան մոտ, ապրելու երկիր կուսակցությունից էր։ Արդյոք նախարարի տրամաբանությունից ստացվում է, որ քաղաքացիական պայմանագիրը ամենուր կպարտվի, եթե տեխնացուն Քոչարյանի հետ չկապվող ուժերից լինի։ Ես ուզում եմ ասել, որ Վաղարշապատում եւ Փարաքարում ամբողջովին տարբեր իրավիճակներ են։ Ես ասացի, որ այն ուժերը, որոնք օրինակ են վերում Փարաքարը, իրենք Փարաքարի հաջողության, ընդդիմության հաջողության մաս չեն կազմում եւ իմաստ չունի դա իրենց վերագրում։ Ես միշտ ասել եմ, սրանց դիմաց դիվ ցանկացած նեյտրալ, նույնիսկ աթոռ սրանց հաղթելու է։ Սրանց հաղթելու է, ցանկացած նեյտրալ իր, դրեք, սրանց հաղթելու է։ Իրանք են այդ մասին նույնիսկ արդեն ասում։ Սա պատկերացնում եք բանը հաշմարման թերթիկը, մի հասցեի տակ տես քանիք մարդ են գրել։ Մարդիկ, որ չեն ապրում այնտեղ։ Ուստեղ նայեք։ Այն սուտ չխոսալ սիրող մի հատ բան կար է։ Ունես քնչականի պետ ունեն։ Այն որ ասում են ամոթ է, տղամարդը բա սուտ չխոսա։ Հիմա հարուցվելու է քրեական գործես մասով։ Արց։ 9 հոգու հաշվառել են մի հատ հասցեի վրա, որոնք չեն ապրում այդտեղ։
ընկերներ ջան, պետք է գնալ, պետք է քվեարկել, ուզում եք նկարեք մասից, նկարեք մասից։ Իսկ եթե պետք է ընտրեք այս վիժվածքներին, ավելավա, սրանց փոխանեն մասից նկարեք, բայց անպայման գնացեք, սրանք պետք է պարտվեն, անպայման։ Եվ ուզում եմ այս նկարին անդրադառնալ։ Ես մի քանի օր առաջ այսպիսի նկար էի տարածել Instagram-ում եւ եկողվա մեջ 5000 հավանություն ստացել եւ 851 կոմենտ 345 հոգի տարածել են սա։ Ու դե քանի որ Instagram-ը մաքրած տարածք չի, իմ մոտ Facebook-ն է մաքրած տարածք, պատահական մարդիկ դեռ մուտք ուղղակի չունեն։ Պարզվեց մնացել է այս տեսակը Facebook-ում, այս տեսակը։ Ռոդրիկ Բեն։ Ոչ անուն, ոչ ազգանուն։ Բացում ես էջը, դատարկություն, ոչ բան չկա։ Ուղղակի, սենց մի հատ չպրոֆիլ է, ու սենց հազարավորներ, 10,000-ավորներ կան, որոնք ուղղակի ստեղծված են այս կարգի նկարների տակ, կոմենտների տակ, որոնք վերաբերում են Փաշինյան Նիկոլին, իրանց վերջաբանին, հայոյանքներ գրելու, մի խոսքով բաներ գրելու համար։ Ես անկեղծ եմ ասում, որի պրոֆիլը մի հատ մտասի տեսնեմ, որն է ռեալ մարդ, որ գոնե ճանաչում եմ, կամ ինչ քաղաքական, հասարակական կենսագրություն ունի, հա, ինչքանով նա իրավունք ունի կարծիք ունենալ, սա էլ կարևոր է։ Հա, որովհետև ես համաձայն չեմ, որ ամեն մարդ ունի իրավունք կարծիք ունենալ։ Ես դրան համաձայն չեմ։ Ինչ է արել դրա համար, որ ինքը ունենա կարծիք։ Մարդու գիտության մեջ կարծիք ունենալու համար առնվազն գիտությունով պետք է զբաղվի։ Հա, չգիտեմ, արվեստի մեջ լուրջ կարծիք ունենալու համար, քննադատելու համար ինքը պետք է ինչ-որ նախնական կրթություն ունենա։ Ասեմ, վաստակել իրավունք կարծիք ունենալու։ Ես մտնում եմ պրոֆիլներ նայում եմ, դու ինչ ես շնչում, ինչն է քո հետաքրքրությունները, ինչ ես սիրում դու, ինչ ես տարածում, հա, քո հավատամքը, դավանանքը, ինչ է, ինչ ֆորմատ ունես, որինը բացում ես, այս սա է։ Սա շատ տիպիկ նիկոլական ընտրազանգված է։ Սա երկու պատասխան ունի, որ իրականում սրանք չկա։ Պատասխան 1 եւ երկրորդ պատասխանը, որ եթե նույնիսկ դե բնական է սրանց հետևում կան մարդիկ։ Եթե նույնիսկ այնտեղ մարդիկ կա, այդ մարդիկ իրենց դեմքով չեն վերցնում պատասխանատվություն պաշտպանել Նիկոլին։ Այ սա մահացու հարվածա ցանկացած մեկին ում սրանք աջակցում են։ Որ ում որ աջակցում են, ինքը չարժի դրան, որ իրենք իրենց դեմքով աջակցեն։ Իհարկե կան մարդ, որ նկարներ կան, հա, հիմնականում 70 անց կանայք, այսպես հիմնականում այսպես մազերով, կան, բայց էլի դանով վերջանում է, մի հատ նկար ու էլի վերջ, կամ էդ էլ չկա, ծաղիկ է, բուկետ, ու վերջ կա, երեխեքի նկար է, ու վերջ, այսինքն իրանց քաղաքական եւ հասարակական կենսագրությունը ու վերջ է։ Այդպես բառ չկա, չէ, հայկական։ Հայերենում այդպես բառ չկա, ու վերջ։ Բայց Նիկոլի աջակիցները հենց այդ ու վերջներն են, որ ոչ միտեղ իրենք գոյություն չունեն, այսինքն չունեն նախապատմություն, հա, ասենք իմանաս, այս մարդը էսա կարդացել, էսա լսում, սրան աջակցեց, թե կոմենտա գրել, կարծիք ունի, չունի ոչ մի բան, որովհետև եթե մեկը անցած ճանապարհ ունենա, կարծիք ունենա, նա ո՞նց կարող է Նիկոլի աջակիցը լինի։ Չէ, այն տական վարձկաններին դնում եք Նիկոլ։ Տական վարձկանները հենց դրա համար փող են ստանում, որ իրանք ինչ-որ բան ունենան։ Սրանք են փող ստանում, բայց սա ոչ մեկ է։ Ոչ մեկ։ Ուղղակի կեղտ մի հատ նստած ինտերնետում, որը ծնված է դեռ 18 թվականից, սրանց համար պատասխանատու եք տալու։ Դու էլ Տարոն Չախոյան, Նիկոլ քեզանից սկսած, Սյոպիկ Սաֆարյան, դու էլ այն բան կա, այսօրվա հանրայինի շեֆնա Հովիկը Ազատության, դու էլ, այսինքն այս պոակը, որ իրանք ստեղծել են, քֆուր տվողների պոակ, սրանք բոլորը այս որակը, այդ պոակից պետության հաշվին սնվողներն են։ Ես միշտ ասել եմ, կա դրանք 1000-ից 1500 հոգի, այս տականքը կա ինտերնետում հայոյելու համար, բայց այս տականքը, ասեցի, մի հատ ընդհանուր բնութագիր ունի։ Իրանք ու վերջն են։ Չկան, որպես մարդ, որպես արժեք, որպես կարծիք, հա, որպես փորձառություն։ Չէ՞ որ
մարդ որ կարծիք ունի, մի բանի մեջ փորձառություն գոնե պետք է ունենա, թե նույնիսկ կրթություն չունի, մասնագիտական հնարքներ, գիտելիքներ չունի, գոնե փորձ պետք է ունենա։ Հասարակական կյանքում փորձ, որ դրա կարծիքը արժեք ունենա։ Իստուս նայում ես ու վերջն են դրանք։ Սա է Փաշինյան Նիկոլ, քո ռեսուրսը։ Դե հիմա հարց ամենակարևոր։ Բայց ռեսուրսը ո՞նց ես ուզում երկեր ղեկավարես։ Ու այսօր դա պետք է ապացուցվի վաղ շաբաթում։ Սրանք այսօր ոչ թե պետք է ջախջախվեն, այսօր պետք է ոչնչացվեն վաղ շաբաթում։ Մի քանի ժամից մենք արդյունքները կիմանանք։ Խնդրում եմ զանգեք ձեր բոլոր բարեկամներին, ընկերներին, ում գիտեք, խնդրեք նախ որ գնան ընտրությունների եւ մինիմում բան անեն, չընտրեն դրանց։ Չընտրեն, ով ուզում է թողնեն։ Եվ այսպես, եթե հիշում եք մայիս ամսից, երբ որ կաթողիկոսը Շվեյցարիայում Արամ առաջին ետմդե բարձրացվեց Արցախ վերադառնալու խնդիրը, միանգամից Փաշազադեն հայտարարեց հայ ռեքելական եկեղեցին եւ Սփյուռքը թշնամի եւ Փաշինյան Նիկոլը անցավ գործի։ Եվ այս խնդիրը եկեղեցու դեմ արշավեց հանցագործությունները ոչ մի ձև չէր լինում հանել միջազգային ասպարեզ այն մակարդակի, որ սա ինչ-որ հետևանքներ ունենար։ Չէր լինում։ Մենք մեր ռեսուրսներով չէինք անում, դե կաթողիկոսների դերտին ոչ մի բան չէր անում այդ առումով։ Մի քանի ձայն լսեցինք հայկական համայնքներից ու վերջ դալով ավարտվեց ամեն ինչ։ Ու տեսա, որ ոչ մի բան չի ստացվում, այս գործը իր վրա վերցրեց Նիկոլ Փաշինյանը։ Եվ կազմակերպեց մի հատ խորհրդավոր նախաճաշ, գիտեք, խորհրդավոր ընտրիկի գիտենք որն է, հա, որ Քրիստոսի իր բանից դարբաճանվելու առավոտից առաջ հավաքում է խորհրդավոր ընտրիկ եւ հայտնում է, որ մինչեւ առավոտ մեզ ձեզանից մեկը ինձ դավաճանելու է։ Փաշինյան Նիկոլը հավաքեց խորհրդավոր նախաճաշ, որ ասի, որ ինքը ամենա քրիստոնյա վարչապետն է, որ իր մոտ ոչ մի խնդիր չկա, քանի որ լսվում էին ձայներ ամեն դեպքում քիչ, ինքը համարեց, որ այս բացը, այս խնդիրը, այս թյուրիմացությունը ինքը կարա լրացնի մի քանի վարձկան բիզնեսմենների, համայնքի պետերի, Շվեյցարիայից այս կողմից բերած մարդկանցով եւ դե հա բանի է գալչկի համարել մի քանի արտասահմանցի կգան, կմասնակցեն, կուտեն, խմեն, կգնան էլի։ Պարզվեց, որ այդքան էլ ամեն ինչ չի հստակ ոնց որ թե։ Եվ այն ինչ որ չկարողացանք անենք, մենք արեց Փաշինյան Նիկոլ, այստեղ էլ խիարը թարս բուսնեց։ Էսի ինչ անում է, թարս է աշխատում իր համար։ Դա տենց է։ Եվ այսպես քրիստոնյաների համերաշխության միջազգային կազմակերպությունը ասուլիսատվ է։ Եթե երեք իրենք կասկածներ էին հայտնում, այսօր ուղղակի համոզմունք են հայտնել ամսի 15-ին, որ նրանց նախ չեն թույլատրել այցելել 4 կալանավորած հայ հոգևորականների, ինչի 4, չգիտեմ, նրանք ավելի են։ Նրանց կողմնակիցներին այս մասին շաբաթ օրը Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց կազմակերպության հանրային քարոզչության տնօրեն Ջոել Վելտկամպը, այս երիտասարդն անկյունի նստած, երեք որ ուղիղ եթերում հաղորդում էր անում Հանրապետության հրապարակից, նշելով, որ իրենք նման խնդրանք էին ներկայացել արտարադատության նախարարություն։ Վելտկամպը նշեց, որ Հայաստանում է երկրի առաջին ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու նպատակով, ասաց, որ մերժումը ստացվել այն բանից հետո, երբ իրենց կազմակերպությունը պաշտոնապես դիմել է հանդիպելու արքեպիսկոպոսներին Բաղդադին, Աջապանյանին եւ Մկրտիչ Պրոշյանին։ Մենք դիմել էինք արտադրության նախարարություն եւ այսօր մեզ տեղեկացրեցին, որ դիմումը մերժվել է։ Հոյակը։ Մենք ցանկանում ենք տեղեկանալ նրանց ֆիզիկական եւ հոգեկան վիճակի մասին եւ տեղեկություններ հավաքել մարդու իրավունքների զեկույցի համար։ Խնդրեմ, զեկույցը արդեն ճանապարհին է։ Ասաց նաեւ ամենասել է, որ հայ առաքելական եկեղեցու հոգևորականների եւ նրանց կողմնակիցների ձերբակալությունները ավելի շուտ քաղաքական դրդապատճառներ ունեն, քան իրավական։ Նիկոլը ավելի մեծ նվեր մեզ չէր կարող անել։
Մեզ համար բավական պարզ է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը հայ առաքելական եկեղեցուն դիտում է որպես մրցակից ուժ։ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այս մասշտաբի հարձակումն ապշեցուցիչ է, նկապշած է մնացել։ Վկայակոչելով իրավապաշտպան կազմակերպությունը ընդգծել է, որ մի շարք մեղադրանքներ չափազանցված են կամ հիմնված են կեղծված ապացույցների վրա։ Նա նշել է, որ նմանատիպ հետապնդումները փոթորկալից արձագանք կառաջացնեին արևմտյան երկրներում, եթե ասենք Բայդենը կամ Թրամփը նման մի բան անել, հա։ Նա հերքել այն պնդումները, թե հայ առաքելական եկեղեցին ռուսական ազդեցության տակ է եւ այդ խոսակցությունները որակելով լռությունը արդարացնող պատրվակ։ ԱՄՆ քրիստոնյա պահպանողականները չպետք է զարմանան եւ մարդկանց ապօրինաբար մեղադրում են Ռուսաստանի հետ կապերի մեջ։ Դա վերջին 10 տարվա ամերիկյան քաղաքականության հիմնական թեմաներից է։ Մի խոսքով։ Ու սա ասում այն բանից հետո, երբ որ Փաշինյան Նիկոլը այս ընդամենը մի օր առաջ ինքը սենց կրոնական հանդուրժողականությունը միշտ եղել է օրակարգային, սա Փաշինյան ճիվաղի նեղագույնի ճառիցը էս տողերը, հա։ Եվ սա այն դեպքերից է, որ քաղաքականությունները, հայտարարությունները, որոշումները այդ թվում պիտի վերածվեն կոնկրետ մարդկային շփումների։ Սա մի կողմից ասում է, որ կրոնական հանդուրժողականությունը միշտ իրենց օրակարգում է, հետո էլ ասում է, բայց գիտես ինչ, մենք իրար հետ պետքա շփվենք ամեն դեպքում այս հարցերը լուծելով, մտածելով իր գեղացու, անգրագետ, տգետ պատկերացումներով, որ հայտարարություններով, քծնելով, խափելով, գառնի գեղարդ տանելով, այս մարդկանց պետք է ասել ամեն ինչ նորմալ է, տես վերեցինք, հյուրասիրեցինք, կերար, համով է, չէ։ Վերջ ամեն ինչ նորմալ է, դե գնա, բայց անք ասեցի չէ։ Չէ։ Իսկ թե ինչ արձագանք կլինի վեհապարից հետո վեհապարի հանդիպումից հետո մենք հետո կիմանանք երևի դրա մասին։ Փաշինյանը հավելել է, որ այս շփումները շատ կարևոր են Հայաստանում կրոնական տարբեր համայնքների, ազգային փոքրամասնությունների հավատքին, կրոնին ծանոթանալու տեսանկյունից։ Այսպես տենց է, երբ որ մարդը շատ ինքնավստահ դառնում, ես միշտ ասում եմ, չէ, ուրախ եմ, որ դուք այդքան կորցրել եք ձեզ։ Ուրախ եմ, որ արդեն չեք հասկանում դուք ինչ եք անում, որովհետև հենց այդ ժամանակը, որ ամենամեծ վնասները իրենք իրենց հասցնում, մտածելով, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Բերեք մի հատ էլ նախաճաշ անենք, կրոնական մի հատ կարոթենք, մանք ասենք, մենք ենք ստե հոգևոր դաշտի տերը։ Ով է եկեղեցին, որ էնել 1700 տարեկան աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին։ Պատկերացնում եք այս տգետի պատկերացումները իր քաշային կատեգորիայի եւ եկեղեցի։ Ու պարզվել է, որ իրանից հետո 20 հոգի գնացել են վեհապարի մոտ։ Բնականաբար ճիվաղը ոնց կգնար վեհապարի մոտ։ Ինքը եթե գնա, ինքը սովոր է, ինքը պետք է ԱԱԾ այն բաների հետ գնալ, դե երևի մտածելա, լավ, այսօր թող իրանք գնան, իրանց հետո երևի ես կմտածեմ ինչ անեմ։ Ստե վերջացավ բոլոր էկերները, Փաշինյան Նիկոլ։ Տեսնենք վեհապարը ինչ է ասել աղոթի մասնակիցներին։ Վեհապարն ընդունել է աղոթքի նախաճաշի մասնակիցներին, ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթորում ընդունել է, խոսքով օրհնություն ա տվել, նորին սրբություն ընդգծեց հայոց եկեղեցին եւ մայր եկեղեցի իր պատմական առաքելությամբ եւ հոգացու վերաբերմունքով առանձնակի նշանակություն ունի նաեւ Հայաստանում ապրող ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար։ Դե խոսել է նաեւ Բաքվում պահող գերիների մասին, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանության մասին եւ անշուշտ կալանավորված հոգևորականների մասին։ Դե հիմա տեսնենք վեհապար քո այդ հանդիպումից հետո արձագանքները դրսից եւ կոնկրետ պահանջները, դատապարտումները Փաշինյան ճիվաղի նկատմամբ ինչ են լինում։ Ես հենց եմ պատկերացնում զեկույցներ միաժամանակ պարտություն վարաշապոտում։ Սենց լինում է երկուսը մեկում, չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Իսկ ինչ է լինում ճիվաղին
ապավինած հոգևորականների հետ նայեք։Ադրերում հովանավանքն է։ Այսօր այստեղ չկա ոչ մի քպական։ Միայն Ստեփան Ասատրյանի համախոհներից Գնել Սարգսյանն է ներկա։ Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրել էր մասնակցել մեկ այլ կեղծ պատարագի՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Տևական ժամանակ է ինչ հովանավանքն ուշադրության կենտրոնում է հայտնվում կեղծ պատարագներով, քանի որ քահանան կարգալույծ է հռչակվել Մայրաթորի կողմից։ Մի խոսքով օգտագործեց, շպրտեց այնտեղ։ Ոչ մարդ կա, ոչ գնացող կա, լավ է ստյոպիկ։ Դու հասկանում ես ինչ է նշանակում, երբ որ մեկը կտրվում է իր երանից։ Ու ինքը մտածում է, որ ինքը այնքան բարձր թռնող ծիտ է, եթե այսօր ինքը վարչապետի հետ է թռնում այդ բարձրության վրա, ինքը միշտ ընդեղ է լինելու։ Չգիտես ինչի մտածելով, որ աշխարհի օրենքը դա ցեղասպան պիղծ այսօրվա վարչապետն եւ իր ախատը կարելի է կտրվել երանից, թքել ամեն ինչի վրա, ուրանալ ամեն ինչ, քեզ օծողին, քեզ կարգ տվողին, ամեն ինչի, ժողովրդին, համայնքի ժողովրդին, որ գալիս է կոմոդ եւ ասում է քեզ տեր արա։ Այսօր դու մնացել ես մենակ։ Սա բոլոր նրանց համար, ովքեր այս ճիվաղի ժամանակավոր ոգևորող գուցե առաջարկների պարագայում որոշում են, որ կարելի է եւ ուրանալ ամեն ինչ։ Եվ ցանկացած ուրացողի վերջնական ճակատագիրը սա է։ Դատարկ եկեղեցի, դատարկ միջավայր, դատարկ։ Ով է քեզ բարև տալու։ Ում ես դու այլևս պետք։ Դու ընդամենը օգտագործված ես օգտագործվածների կողմից, հասկանես դու օգտագործվել ես օգտագործվածների կողմից, այս սևերի, այս ներերի կողմից։ Դու այլևս ում ես պետք։ Դե վայելի քո մենակությունը։ Հայաստանը ըստ երևույթին մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը, սա էլի հետույքներն են։ Խնդրեմ։ Անցյալ շաբաթ Վիեննայում կայացել է Ավստրիայի կաթոլիկ եպիսկոպոսների աշնանային միագումար ժողովը հայ ռաքելական եկեղեցու ասորի ուղղափառ եւ ղպտի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Հուսալությունը բևեռվել Ավստրիայում եւ իրենց ցանկման երկրներում եկեղեցիների անդամների կարգավիճակի վրա եւ մասնավորապես հայաստանյան եկեղեցու։ Հայ ռաքելական եկեղեցու arczepiskopոսները Մերաճապահյան, Գալստանյան, Պռոշյանի բանտարկությունը հակադարձում է հավատացյալների համայնքի հարցակում է հավատացյալների համայնքի վրա։ Գրում է Cap Press-ը ուրբաթ նոյեմբերի 7-ին հրապարակված հայտարարության տեքստում։ Մի խոսքով ես սպասում եմ ավելի հետաքրքիր հայտարարությունների ու այս ամեն ինչ ուզում եմ տեսնել միտեղ, ոնց են իրանք պարտվել այս ոլորտում, քարոզչական եկեղեցու նկատմամբ եւ իրական գետնի վրա վարաշապատում։ Սա ինձ պետքա չեմ ուզում այդ դագաղի մեխը ասեմ, բայց պետքա լինի։ Թող լինի։ Միևնույն ժամանակ ադրբեջանցիները մեղադրում են հայերին տեղահանության քողի տակ իրականացված ցեղասպանության մեջ։ Մեզ, որի արդյունքում Հայաստանում մնացել են միայն էթնիկ հայերը։ Բա, երբ որ դու ունես նա ցեղասպան վիժվածք բանում, վարշապետի աթոռում, սպասի, որ ցեղասպանություն իրականացնողը քեզ պետքա մեղադրի ցեղասպանության մեջ։ Բայց իհարկե, որ դու չես ասում խոսում էթնիկ զտման մասին, մշակութային վայրագությունների մասին, ռազմական հանցագործությունների մասին, իրանք են խոսում այդ մասին, զարմանալ պետք չի։ Խնդրեմ նայեք այս կադրերը, որովհետև ստեղ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում ներկրված ծորենի վերաբերյալ։ Լսենք։ Հենց ղազախական փորձագետի Սափարակ ազգանունով հացահատկի փորձագետի կարծիքը, որ այդ ծորենը այս տարի Ղազախստանում անձրևների եւ ընդհանրապես բնակլիմայական վատ պայմանների պատճառով վարակված է տոքսիններով, ալֆա տոքսինով, որ ինքը շատ վտանգավոր է եւ անգամ նշված է, որ նման տիպի վարակված ծորենները հաճախ օգտագործում են քիմիական զենքեր ստեղծելու ուղղությամբ։ Բայց դուք եք անասում, դուք եք, քեզ բան չի լինի,
Կեր։ Տոքսիկը ինչ պետք է անի։ Թույնավորին տոքսիկը ինչ պետք է անի։ Նյութը ինչու ոչ ոք դրանով չի զբաղվում։ Մեր սննդի անվտանգության մենք ի վերջո ապրում ենք իրավական ու ուզում ենք, չէ, այսքան տարի իրավական պետություն ենք ստեղծել։ Կամ բոլորը աղաղակում են, այսինքն մենք չի բացառում 10 օր է արդեն թունավորված էտած, այն որ ասում էինք խաղաղությունը բերելու է Ալեքսանյանի այդ Բաղրամյանի ավերաղաց։ Այո, Սամվել Լեֆիկ Մականով Սամվել Ալեքսանյանը, որ հիմնական մատար, հիմնական կեղծարարը։ Լսենք սկիզբի։ Հենց ղազախական փորձագետի Սափարակ ազգանունով հացահատկի փորձագետի կարծիքը, որ այդ Սուրենը այս տարի Ղազախստանում անձրևների եւ ընդհանրապես բնակլիմայական վատ պայմանների պատճառով վարակված է տոքսիններով։ Դե այսպես։ Լֆիկի համար ինչ կա։ Բացարձակապես ոչ մի բան։ Ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ Լֆիկը իր ամբողջ բիզնես գործունեության մեջ երեխու կերից սկսած, երեխու կեր։ Ես հիշում 13-14 թվականին երեխա մահացավ նույնիսկ։ Երեխա մահացավ կեղծված ժամկետ անց կերի պատճառով։ Բնականաբար Լֆիկին ոչ մի բան չէր լինելու։ Կեղծված, ասենք երեխու կեր կեղծողը տոքսիկ ցորեն ինչա որ չաղա տա ժողովրդին։ Ընդ որում մենք գիտենք որ քանի ամիս է արդեն տեխնիկական աղա ներմուծում գրզոն տեխնիկական աղ որ թույնա եւ քիչ քանակությամբ վաճառում են ժողովրդի վրա։ Այն մի հատ հատուկ քնչականում մի հատ սուտ չխոսող տղա կար է պետի կարգավիճակում։ Լսում ես սան քրեական գործերը։ Քո վրա է ոչ թե Լֆիկի վրա։ Այն որ դու պետք է այս ամեն ինչը կանխած լինեիր, հիմա այդ քրեական գործերը ոչ թե իրանց վրա է, որ իրանք հանցագործություն են անում, այլ քո վրա, որ այս ամեն ինչը չես կանխել։ Քո քննիչների, այն պատասխանատուների, որոնք պետք է կանխեին, սնունդի ստուգումով ով զբաղվում այդ կառույցներով։ Դու էլ որպես վերահսկող մարմին։ Իսկ դուք ինչով եք զբաղված։ Դուք ինչով եք զբաղված։ Ոչ թե ընդդիմադիր, այլ այն անհամաձայն մարդկանց լսելու, հետևելու, գրավելու, գողանալու, տաները մտնելու, մի խոսքով։ Դες ուղղակի խոսք չկա ասելու։ Դրա համար էլ ձեզ հավատումը Հայաստանում 16000 քվեարկողներից ընդամենը 15%-ը։ Հասկացաք դուք ում համար եք աշխատում։ Ասում ձեզ համարումը, որ դուք հալալա ձեր կերած կաթը, ստացած աշխատավարձը, ձեր արած գործը իմաստավորվածը, բնույթ մեր ամբողջ պետության մեջ 15%-ին։ Մնացած 85%-ին դուք կապ չկաք նույն հաշիվն է։ Այսինքն դուք հաստատ օրենքի համար չեք աշխատում։ Որ նշանակում է, որ դուք ընդհանրապես իրավունք չունեք ձեզ պետության մեջ իրավական համակարգ կոչելու։ Եթե պետության իրավական համակարգին հավատում է 15%-ը, նշանակում է պետությունը իրավական համակարգ չունի։ Իստեղ մի հոգի չի, 16000 հոգի մարդ է մասնակցել։ Սա էլ եմ ուզում նայեք, սա էլ պոլիտիկայի մի դրած հարցախույցն է, 3000 հոգի մասնակցության պարագայում առաջկա ընտրությունների վերաբերյալ։ Ուղղակի նայում ենք 4 հոգի է էլի հնարավորություն տալի YouTube-ը, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 14%։ Սա է։ Ես անեմ, պոլիտիկա եմ անի, ցանկացած YouTube քվեարկություն դրեք, այս 15%-ը նույն 14%-ն է։ Էսա։ Նիկոլ Փաշինյանի զանգվածն է, որ համարում է ինքը իրավական, ինքը օրինական է, ինքը այնքան օրինական է, որ օրենքն է աշխատում, հա։ ԿՊ-ի նույն 14-15%-ն է, մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ։ Սա է ձեր իրական պատկերը։ Այսօր դա պետք է ամրագրվի ընտրությունների արդյունքներով, չգիտեմ ժողովուրդ, ամեն ինչ պետք է անենք։ Հայաստանում 10 մզկիթ կառուցում պետք է լինի, 10 մզկիթի կառուցում այսպիսի առաջարկով պահանջով է հանդես եկել Էրդողանը։
Թուրքական Օդա TV հեռուստաալիքը հաղորդել է, որ Փաշինյանը Էրդողանի առաջարկով հրամայել է Հայաստանում 10 մզկիթ կառուցել։ Հաղորդագրության համաձայն կարգավորման գործընթացի շրջանակներում 5 մզկիթ կկառուցի սահմանամերձ շրջաններում եւ 5 մզկիթ կկառուցի հայկական քաղաքներում, գրել է իրանական, արդեն սա իրանականն է, Թազնիմ լրատվական գործակալության թղթակիցը Թուրքիայում։ Դե Հիմա մարդկանի կարող ասի սուտա։ Իհարկե կարող ասի սուտա։ Որովհետև երբ որ ասում էր Արցախը դատարկված է, Շուշին գրաված է, հազուցը տված է, մենք էլի ասում էինք սուտա։ Երբ որ ասում էին պետքա տա Միջանցք էլի ասում էինք սուտա։ Երբ որ ասում պետքա տան, չգիտեմ, գյուղերը, ճանապարհները մենք էլի ասում էինք սուտա։ Ամեն ինչ ասում էինք սուտա։ Բայց ինչ ուզել է, սա ավել է։ Ոսը պետքա փակես եկեղեցիները Հարցակվեց վրա, ասում էինք սուտա դա ոնց կարող անի։ Սա քանի կենթանի է ազատության մեջ, սա ամեն ինչ է անելու։ Ամեն ինչ։ Այսօր, հենց այսօր սա հնարավոր է կանգնեցնել ժողովուրդը։ Որովհետև գիտեք քաղաքականությունը ոնց է։ Էրդողանը, չգիտեմ, ցանկացած ուժային կենտրոն, որ մեկի վրա ստավկա է դնում փողա ծախսում, ուզում է վստահ լինի, որ դա փողերը կորած չի լինելու։ Որ ինչ-որ մի բան դեմը ստանալու է։ Իհարկե ռիսկի գործոնը միշտ կա, բայց այդ ռիսկն էլ պետք է խելամտության սահմաններում լինի։ Ես ձեզ վստահեցնում եմ, այսօր Հայաստանում, եթե մի ամբողջ քաղաք, մի ամբողջ համայնք ամենաբարձր ծառից թքի սրանց վրա ձայն չտա, իր բոլոր հովանավորները կհասկանան, որ Իրանից իրենք քամեցին մաքսիմումը, մի բան էլ ավել, որ հնարավոր է երբևէ պատկերացնել ստանալու համար։ Վերջ, ինքը այլևս սպառված է եւ իրան պետքա շպրտել աղբանոցը։ Այսօր մենք դա կարող ենք իրականացնել, ոչ թե սպասենք համապետական ընտրություններին, չէ, հենց այսօր պետքա դա իրականացվի։ Այսօր Էշմիածնում սրանք պետքա պարտվել, որովհետեւ այս պարտությունից հետո դուք վստահ եղեք ռետորիկան, խոսակցությունը, բառապաշարները, նույն Ադրբեջանում, նույն Թուրքիայում, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, չեմ ասում կրոնական կազմակերպությունների մոտ լրիվ փոխվել է, ու մեկ էլ հիշելու են որ ոնց հիշելու այսի կրոնական կազմակերպությունների վրա է հարձակվել, կաթողիկ բանը, եպիսկոպոսների կալանավոր է, մարդու իրավունքների խախտում է, խոսքի ազատություն չկա եւ այլն եւ այլն։ Միանգամից բոլորը հիշելու են, որ այս վիժվածքի փոխելու ժամանակն է։ Իսկ քանի ինքը կարողանում է sense խափելով, այնտեղ խափելով, ստեղ խափելով յոլա տանի, կոպիտ ասած։ Թողելու են անի, ինչքան որ կարող է։ Այնպես որ այսօր մենք դա կարող ենք բարաշապատում կանգնեցնել։ Այս տականքի վերջի բանն է։ Իր ասում մեր ասում մեր զինված ուժերի ղեկավարության կեսը Ղարաբաղցի է, եթե մենք դավաճանենք, իրենք ոնց են մեզ հետ աշխատում։ Այս նույն դավաճաններն են քո հետ աշխատում են Փաշինյանիկով։ Բայց եթե հարց եմ տալիս, բա դավաճան չլինեին քո հետ ոնց կաշխատեին։ Բա եթե այդ մարդը երկիրը հանձնել է, բանակին դավաճանել է, ամեն ինչ արել է, այսօր քո մոտ տեղ ունի, դա չի նշանակում որ դուք համատեղ եք իրականացել այդ ամեն ինչ ինչ որ ասել եք։ Այդ չի նշանակում որ դուք դավաճան չեք, այդ նշանակում է որ դուք միասին եք կազմակերպել այդ ամեն ինչը։ Դա համաձայն դավաճանները քո մոտ տեղ ունեն։ Այսօր աշխատում են քո մոտ։ Իսկ Սերգեյ Ամիրյանը իր կարծիքն ունի։ Պատասխանում է ռազմական փորձագետ։ Մեր զինված ուժերի ղեկավարների կեսը Ղարաբաղցի են։ Եթե մենք դավաճանենք, իրենք ոնց են մեզ հետ աշխատում։ Նախ նշեմ, որ ով որևէ կերպ նպաստել Արցախի կործանմանը, հիմա Հայաստանում աշխատանքի խնդիր չունի։ Ինքն էլ նույն բանն ասում։ Բոլորն էլ ապահոված են գործով, բայց հարցը հետևյալն է, եթե դու ազնիվ ես քո մղումներում չես ուզում որ ՀՀ-ն արժանանա Արցախի ճակատագրին, ապա ոնց ես երկրի հանձնելու փորձ ունեցող գեներալների հետ աշխատում։ Սա էլ
Արցախի հասարակական փոխագետի կարծիքը։ Ոյակա։ Տեսեք, մենք տարբեր անկյան տակ մոտեցանք հարցին, բայց երկուսն էլ նույնն է։ Ոգես այս ոչնչությունը թվում է, թե ինքս էս կարա խոսա, կատակներ անի, մոռանում է, որ այդ հոտը, որ բանում նստած է, դալիճում նստած իրեն լսում է, հա, բառացի հոտը, ընդդիմության եւ իր ուսակցության։ Դրանից դուրս մարդ կա։ Այդ մեդիան էս խոսքերը տարածում է։ Իրը թվում է ինքը խոսում է այդ հոտի համար մենակ։ Չէ, այն ներագույն։ Ես մենք էլ ենք լսում։ Հետո լսածներին լսում են նաև ով է ինչ ասում այդ մասին։ Առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ ինձ է լսում։ Վստահ եմ էլի ասողներ կան, ամեն մեկ իր չափով իր լսողներն ունի։ Եվ ասում են, «Կարելի ճիշտ ասում են»։ Ճիշտ ասում են։ Բայց այդ մարդիկ դավաճան են, երկիր են հանձնեցնում, բերել ես կոմոդ։ Կարող է այս երկիրն էլ եք ուզում հանձնեք, փորձի փոխանակման կարգով։ Հա։ Հակառակ դեպքում ի՞նչ ունեին կոմոդ բար։ Ոնց կլինեին դավաճանները կոմոդ աշխատող։ Իսկ դու Ղարաբաղցիներին մեղադրում ես իրանց երկիրը ծախելու մեջ։ Բա զինվորականները այդ երկիրը պահողը, եթե երկիրը հանձնողը եկել է կոմոդ։ Նշանակման նույն բան ուզում ես Հայաստանի հետ անես, կամ առնվազն ինչ որ արել եք Արցախում, արել եք միասին։ Դա է սենսացիա։ Մինչ այդ 1999 թվականին Այս վիժվածքը, որ մանիտորը վերցը փախնում է, այս ինքն է։ Այս ինքն է, նայ։ Այս կինոյի մեջի տղեն ինքն է։ Հա։ Ինքը մոռացել է, որ մենք ոչ չենք մոռացել։ Ինտերնետը չի մոռացել ով է սեղել դու։ Ինչեր են արել քո նկատմամբ, հիմա դու ինչ ես անում։ Այս հետքի պատրաստած տեսանյութն եմ ուզում եք իր հետ նայենք։ Շատ երկար չի, բայց շատ կարևոր է, որտեղ նայում եմ, ուրեմն 3 օրվա մեջ ընդամենը 4700 հոգի է նայել։ Բայց շատ կարևոր է, մեծ աշխատանք է ստեղ արած, շատ կարևոր։ Հիմա այս տեսանյութը դիտելուց հետո, սա Պարոն Հարություն Բաղդասարյան, ես ձեզ եմ դիմում, խնդրում եմ տեսանյութի հիման վրա քրեական գործ հարուցել, դատախազի, քննչական պետի, պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, վարչապետի, մնացած բոլոր ում գիտես։ Սա հայտարարությունը հանցագործության մասին, խնդրեմ, հետքի պարզաբանումն ու ուսումնասիրությունները։ Գնացինք։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է կրկնել, որ այսպես կոչված իրական Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է, բայց 1991 թվականի անկախությունից ի վեր մեր երկրի սուվերեն ինքնիշխան տարածքը, որը փաստացի վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կողմից, երբեք այնքան փոքր չի եղել, որքան Փաշինյանի օրոք է։ Եթե մի կողմ թողնենք Արցախի կորուստը, որի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն էր, որի ներկա ղեկավարությունը տարբեր պատրվակներով փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, ապա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մի մասի կորուստը այլոց վրա բարթել չի ստացվել։ Փաշինյանի կառավարությունն է Հայաստանի տարածքի պաշտպանության թիվ 1 պատասխանատուն, հետևաբար եւ կորստի թիվ 1 մեղավորը։ 2021-ի մայիսին ու նոյեմբերին եւ հատկապես 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը տարածքներ են գրավել Սյունիքում, Վայոց-Ձորում ու Գեղարքունիքում։ Մեկ հաղորդման շրջանակներում մանրամասներով ցույց կտանք, թե որքան տարածք են գրավել ադրբեջանցիները։ Մինչ այդ կարող եք բաժանորդագրվել հետքի YouTube-յան ալիքին, հավանել եւ տարածել այս տեսանյութը։ Ես խնդրում եմ անպայման գտնել այս տեսանյութը, կարող եք հայերեն հավաքել, որքան տարածք է օկուպացել Ադրբեջանը Գեղարքունիքի մարզում 2021 թվականներին։ Կամ հետք TV մտնում եք, այս տեսանյութի իրաց մոտ կա, աջակցեք, լավ գործ են անում։ Հոյակապ գործ են անում, մասնագիտական։ Հա, եւ սրանք հանցագործությունների ապացուցողական են բազան, հա, որ վաղը սրանց դերը դրվելի է, ինչի վաղը։ Այսօրվանից Էմյաց սուտ չխոսող բան կա, քրեականի պետք կա, դե, քրեական չհա քրեական եմ անում։ Ասում ինչ տարբերություններ քնչական թե քրեական։ Դուք բոլորդ մեկը դարձել եք ՊՊՑ աշխատող։ ԱԱՑ-ից մինչև քնչական։ Այն որ սուտ խոսա չեք սիրում, դե հիմա էս սրա հիման վրա ամեն մեկի նկատմամբ մի հատ քրեական գործ վաղը ստանանք։ Գնանք առաջ։ Այս հաղորդման մեջ կանդրադառնանք Գեղարքունիքին։ Այս մարզում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 2021-2022 թվականներին Ադրբեջանն օկուպացրել է 65 քառակուսի կիլոմետր տարածք։
Օկուպացիայի հիմնական մասը տեղի ունեցել 2022-ի սեպտեմբերին, երբ ռազմատեխնիկայի ներգրավմամբ Ադրբեջանը լայնածավալ գրոհ սկսեց Հայաստանի սահմանի երկայնքով Վարդենիսի հատվածից մինչև Կապան, Ծավ ու ներքին Հանդ։ Հակառակորդը գրավեց նաև հայկական դիրքերի մի մասը, որոնք մինչ այդ գտնվում էին բարենպաստ բնակաձեռում, մասնավորապես սարերի գագաթներին։ Եվ հիմա կարելի է տեսնել, որ օրինակ Սևանի ու Արևելյան Սևանի լեռնաշղթաների մի զգալի հատվածում հակառակորդը գրավել է գերիշխող բարձունքները, իսկ հայկական ուժերը տեղակայվել են դրանցից ավելի ցածր, լանջերին կամ ստորոտում։ Գերիշխող դիրքեր զբաղեցնելը կարևոր է նրանով, որ այդպես կարելի է վերահսկել հակառակորդի, տվյալ դեպքում հայկական բանակի տեղաշարժը առաջնագծում, դիտարկել թիկունքը, Տեսնում եք իրենց որտեղ են բերել, որտեղ են թողել, սա մեր դիրքերն եղել գագաթին։ Ասենք մենք վերահսկել ենք ամբողջ դաշտը։ Հիմա սրանք տվել են դա թուրքերին։ Թուրքերն են դիտարկում ու վերահսկում այդ ամբողջ տարածքը։ բնակչության եւ զորքերի շարժը։ Բնականաբար սա լուրջ անվտանգային մարտահրավեր է մեր երկրի եւ բնակչության համար։ Տարածքները կորցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե Հայաստանը չի պատրաստվում դրանք վերադարձնել զենքի ուժով։ Ըստ նրա, դա պետք է տեղի ունենա սահմանազատման ու սահմանագծման միջոցով։ Հայաստանի Հանրապետության 20743 քառակուսի կիլոմետր տարածքը մեզ համար ընդհանրապես սակարկության ենթակա չէ։ Բայց մյուս կողմից մենք այսօր եւ վաղը եւ մյուս օրը ընդհանրապես խնդիր չենք դնում այդ տարածքները ռազմական ճանապարհով Սակարկման հարց չի, բայց մենք խնդիր չենք դնում ռազմական ճանապարհով հետ բերելու։ Բայց ես կետ ասեմ, քննչականի պետ, լսում ես։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանումը ամենագրված է սահմանադրությամբ եւ դրա պատասխանատուն վարչապետն է եւ զինված ուժերը։ Պատասխանատուն ոչ թե իր ճաշակով պիտի պահպանվի ապահովի այդ տարածքային ամբողջականությունը, թե չէ։ Լսեցիք։ Դրա պատասխանատուն սա է։ Ու գլխավոր շտաբի պետը իր պաշտպանության նախարարությունով։ Խնդրեմ, հանցագործություն, հայտարարություն հանցագործության մասին։ Դե ապացուցի, որ դու սուտ խոսան տղա չես։ Կամ ընդհանրապես տղա ես։ Ապացուցի։ այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը կամ դելիմիտացիան սկսվել է 2024 թվականի գարնանը, երբ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել նախկին խորհրդային վարչական սահմանների համաձայն Ադրբեջանին պատկանած 4 գյուղի տարածք։ Փոխարենը գրեթե ոչինչ չի ստացել։ Բանն այն է, որ ադրբեջանցիներն ընդամենը մեկ մարտական դիրք են հետ քաշել, սակայն այն տեղափոխել են 350 մետր հեռու, կրկին Հայաստանի սուվերեն տարածքում։ Այս գործընթացը տեղի ունեցել Ադրբեջանի ճնշման ներքո եւ փաստացի զիջում է եղել Հայաստանի կողմից, քանի որ 2024-ի գարնանը գոյություն չուներ այն իրավական հիմքը, որով պետք է սահմանազատում իրականացվեր։ Սահմանազատման հանձնաժողովների գործունեության լսում ես գլխավոր դատախազ։ Առանց իրավական հիմք, առանց ոչ մի բանի դուք Հայաստանի տարածքներից բաներ եք զիջել։ Կանցագործեք քննչականի պետ է, էլի քննչական եմ ասում։ Այլի քննչականի պետ։ Մի հատ քրեական գործեր դատախազի նկատմամբ։ Առանց հիմքերի, առանց որոշման դուք ո՞նց եք Հայաստանի տարածքից բաներ տալի։ Պարոն Հարություն Բաղդասարյան, ես գիտեմ, որ դուք զբաղված եք, խնդրում եմ դիմում հանցագործության մասին իմ անունից հիմք ընդունելով հետքի բացահայտումները։ Իրանք սիրում են, չէ՞։ Օդում կախված լուրերով կամ ասենք մի հատ անհայրենիք, անսեր, ոչ իրազեկ, ոչ քաղաքացի մի հատ եթիմի դիմումի համաձայն քրական գործեր հարուցել, մի հոգու ցուսմանքի վրա 15 հոգու միանգամից կալանավորել։ Խնդրեմ, սա ամբողջ, սա փաստերով հաղորդագրությունը։ Ունես Իոնիսյան, բա մի դիմում է սրա համար գրի, այ վիժվածք։ Ամեն դեպքում սա հանցագործության մասին հաղորդագրություն է, խնդրեմ։ Կանոնակարգը ստորագրվել է անցյալ տարվա օգոստոսի 30-ին, իսկ Հայաստանի ազգային ժողովն այն վավերացրել է հոկտեմբերի 23-ին։ Դրանից անցել է 1 տարի, սակայն նոր փոփոխություններ սահմանին չեն եղել։ Ադրբեջանը 1 սանտիմետր չի վերադարձրել Հայաստանին։ Monorakan, the opposite of Հունվարի 16-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ կողմերը պայմանավորվել են սահմանազատումը սկսել հյուսիսից, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան հատմանկետից ու շարունակել դեպի հարավ, Իրանի հետ սահման։ Թեև կլինի գործնական տեղաշարժ, պարզ չէ, բայց հստակ է, որ Ադրբեջանն ունի իր օրակարգը։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացում, Հայաստանի սահմանադրության փոփոխություն, 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստանի տարածք եւ այլն։ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունն ու վարքագիծը որևէ կերպ չի հուշում այն մասին, որ Բաքուն պատրաստ է խաղաղ ճանապարհով Հայաստանի վերադարձնել իր օկուպացրած տարածքները։ Այս ամեն ինչը, իհարկե սա ամբողջական տեսանյութը դուք կարող եք նայել, ես խորհուրդ կտամ նայել, աջակցել, տարածել, թող հետքն էլ զգա, որ այս կարգին գործողանումը ժողովրդին պետք է։ Հա, վստահ եղեք, իրանց համար դա շատ կարևոր է։
որ տեսնեն, որ իրանց վիդեոները նայում են, իրանց ուսումնասիրությունները, այսքան աշխատանքը գնահատվում է եւ պահանջված է ժողովրդի կողմից, ժողովրդի։ Թող սա լինի իմ փոքրիկ ներդրումը հետքի այս վիդեոների տարածման հարցում։ Շատ կարևոր գործեր անում։ Եվ այսպես, այս ամբողջի վերջ տալը, ասենց կասեցնել ես դավաճանական ընթացքը հնարավոր է այսօր վարշապատում։ Ոչ թե համապետականին սпасել հենց այսօր։ Սրանք պետք է հասկանան, որ իրանք նույնիսկ իրանք ամբողջ վարչական ռեսուրսով, նույնիսկ քոչարյանական ուժերի ներկայությամբ էլի չեն կարողանում անել այն, ինչ որ կարողացել են 7 տարի անել։ Այսինքն մարդկանց վախեցնելով իշխանություն խլել ձեռքներից։ Այն ինչ չկարողացան անել եւ Գյումրիում եւ Փարաքարում։ Այսօր հետքը եւս մեկ լավ բան տեղադրե, հետաքննություն, շատ լավ հետաքննություն, որ սպասվում է ներքաղաքական ճգնաժամ Ադրբեջանում, որը բերել է միանգամից պատերազմի Հայաստանում։ Միանգամից, որովհետեւ ոչ մի բան չի պահում Ալիևի իշխանությունը այնպես, ինչքան ատելությունը եւ ռազմատենչ հայտարարությունները Հայաստանի նկատմամբ։ Եվ այսպես այս հոդվածը հրապարակվել է Small Wars, փոքր պատերազմներ եւ ապստամբություններ գիտական ամսագրում։ Այս տարվա մարտին հոդվածը ունի բաց հասանելիություն։ Համահեղինակներն են ԵՊՀ դասախոսներ, Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Լևոն Հոսեփյանն ու Արտյոմ Տոնոյանը, հա։ Ու ամբողջը ինչի մասին է, եւ 44-օրյա պատերազմը, եւ այսօրվա Արցախի հետ կապված հանգուցալուծումը, եւ արդեն Հայաստանի նկատմամբ այս ագրեսիան, հռետորաբանությունը, այս ամբողջը բացատրվում է գիտականորեն, հիմնավորվում է մի բանի ոնց որ շուրջ, որ Ալիևը իր ժողովրդին ուրիշ տալու բան չունի, քան ագրեսիան եւ ատելությունը Հայաստանի նկատմամբ։ Ես միշտ ասել եմ, որ պահին, որ վերջացավ ագրեսիան, այսինքն Հայաստանը փոխվեց իշխանություն։ Հասկանում եք, չէ՞ որ դեն ագրեսիայի խոսակցություն չի կարող լինի։ Կամ Գանեսի վերսեն ուզեն մի անգամից ապտակը արս գալիս է։ Ինչ է անելու ինքը։ Ոչ մի բան ինքը չունի իր բան տալու։ Իր մի հատ գործիքը հայ ժողովրդի նկատմամբ դա Փաշինյան Նիկոլն է։ Դա ման եք ասում, որ պահին իրանք գործեցին Փաշինյան Նիկոլին, այն օրը շրջում ենք Ալիևի վերջին էջը։ Իրանք էլ են դա ասում, որ իրանք ամեն ինչ անել են, որ Փաշինյան Նիկոլը միշտ մնա, որպեսզի այդ հռետորաբանությունը անընդհատ գա եւ պահի դառնով Փաշինյան Ալիևը իր իշխանությունը։ Եվ ինքը հենց դրանից ելնելով կյանքում ոչ մի թուղթ չի ստորագրելու, որը կոչվում է խաղաղության պայմանագիր։ Որովհետև դրանից հետո ինքը արդեն իրավականորեն ոչ մի բան չի կարողանալ պահանջել, թեկուզ այսքան մնացած Հայաստանից։ Դրա համար ինքը դրա մասին չի խոսում, 500-300,000 էլ բանը փախստականները դարձել է 500, վաղը կդարձնի 1 միլիոն, հետո այս եմ ուզում, սա անպայման, ասենց աճող տրամաբանության մեջ պետք է բարձրանա, մսկիթներ ստեղ, մսկիթներ ընդեղ, ճանապարհը տուրին, ծեսի, որ ինքը կարողանա իր ժողովրդին սոված, անտեր, որոնց երեխեքին տարեսպանել է միջև մը չի ասում որտեղ են իրենք։ Հիշեցնեմ 50,000 մոտ ինքը կոլուսներ ա ունեցել։ Կոլուսներ չկան այդ մարդկանց էլ ինքը բան չի ասում։ Ասում է ռազմական դրությունը Ադրբեջանում։ Ռազմական դրությունը ոչ մեկ ոչի բանի մասին իրավունք չունի խոսել, հարցեր տալ չկա։ Ու իր միակ փրկությունը Փաշինյան Նիկոլի իշխանությունն է։ Դուք հասկացեք, այսօր բանում վարշապատում մեջ միացնում լուծվում է նաև Ադրբեջանի ապագան։ Ադրբեջանը կազմալուծվում է միանգամից այնպես, երբ որ դադարում է Հայաստանում ունենալ Նիկոլ Փաշինյանի նման հենարան ու խարիզմ։ Դրանից հետո արդեն դրանց լուծալումը որպես պետություններ տեխնիկական հարցեր է, հավատացեք։ Ժողովուրդը ինքն էլ կանի, ընդամենը պետք է զրկել դրան իր գործիք Փաշինյան Նիկոլից։ Ու այս ամբողջ գիտական հոդվածը հիմնավորումներով դրա մասին է, խնդրեմ։ Մեր ընկերներն են, Արտյոմ Տոնոյանն է, հա,
Իրանցի դեմ ասում։ Հիմա եթե չկա անդիմություն, չէ, եթե չկա ընդհանուր թշնամի, ում դեմ է պայքարում։ Իսկ այն թեզերը, որոնց տասնամյակներ շարունակ կերակրում են մարդկանց, սկսում են ամբողջականությամբ խարխլվել։ Ալիևը հասկանում է, որ խաղաղությունը կարող է խարխլել այն հանգուցային սյունը, եւ դա է պատճառը, որ խաղաղության հաստատումը ձեռնտու չէ նրան։ Դա ազգային շահի մակարդակն է, իրենց պետության բարձրագույն կառավարիչների, էլիտայի պատասխանատուների դիրքերից։ Ասում են գիտնականները։ Իմ անverջ կրկնած եւ պնդած թեզիսները նանից չի, որ ես գիտնական եմ, նայեցա, որ դա այդպես է։ Ուղղակի հաճելի է, որ գիտնականները իրենց ուսումնասիրություններով պնդում են դա, հաստատում են դա։ Ու շատ լավ հոդված է, խնդրում եմ, էլի հետքումա կարող եք մտնել կարդալ վերնագիրը, սա է նկարը, սա է կարող եք գտնել Ադրբեջանում առաջին իսկ ներքաղաքական ճգնաժամը բերելու է Հայաստանի դեմ ռազմական գործողության։ Հիմա մի պահ տեղափոխվենք աշխարհից մի կողմ, հասկանանք ստեղ ինչ է կատարվում, որտեղ սա ուղիղ վերաբերվում է մեզ։ Եվ այսպես կա մի այսպիսի հրեշ, որ Լինդսի Գրեմ, սա հայկական լոբինգի ամենակարկառու ներկայացուցիչներից է, Թրամփի ամենամեծ պահողներից է, աջակիցներից է, որը partnering with Hezbollah. Hezbollah is running out of money because Iran is weak. That's not new. Partnering with drug cartels in Venezuela. No, it should have stopped. Here's what's new. You got a commander-in-chief's not going to put up with this crap. We're not going to sit on the sidelines and watch boats full of drugs come to our country. We're going to blow them up and kill the people that want to poison America. And we're now going to expand operations, I think, to the land. So according to Senator Lindsey Graham, Hezbollah is a part of the drug cartel now. So you got Mohammed and Miguel working together alongside Jose and Hussein. Let's see what Tucker Carlson has to say. We're going to kill people in Venezuela because Hezbollah in Lebanon. Ռսկով, հրյաները ուրեմն ամերիկացիների ձեռքով ռմբակոծեցին Լիբիան, համոզեցին, որ Լիբիան վտանգ, մեծ վտանգ է։ Հետո Իրաքը, Իրանը, Աֆղանստանը, հիմա էլ Վենեսուելան է խնդիր։ Այ Վենեսուելան պետք է անպայման ռմբակոծեն, որովհետև Հեզբոլլահը առևտուր անում Վենեսուելայի հետ իր այդ նարկոտիկ է առնում ու ծախում։ Ասում է դե Իրանը արդեն փող չունի, Հեզբոլլահին Վենեսուելան է բանանում, որպեսզի դա օգնում, որպեսզի դա չլինի, Ամերիկան պետք է ռմբակոծի Վենեսուելային։ Բոլոր ապշած են։ Ասան փաստորեն հիմա պետք է լսեք Tucker Carlson-ից because Hezbollah in Lebanon. Հեզբոլլահի խաթը պետք է Ամերիկան ռմբակոծի Վենեսուելային։ Ու այս ամենաբարձր մակարդակով քննարկվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ու ռազմական արդեն ոչ թե գործողություններ, այլ զորավարժություններ են անցկացվում, որը կարող է բերի լուրջ պատերազմի։ Որն էլ իմ կարծիքով մեծ հավանականություն է, որ լինելու է, որն էլ հանդիսանելու է Թրամփի իշխանության վերջը։ Եվ ոչ միայն Թրամփի իշխանության վերջը, նույն էս Լինդսի Գրեմի, նույն ամերիկյան էս ամբողջ Ամերիկայում աշխատող սիոնիստական էս լոբիստների, դրանց բոլորի վերջն է, նույն Իսրայելի։ Սրանք աճեցնում են, ընկել են նույն վիճակին, ինչ Ալիևն է։ Չկա թշնամի, չկա պատերազմ, չունեն իշխանություն։ Որովհետև Նետանյահուին դատում են սեփական երկրում, ասում են դու կազմակերպել ես հոկտեմբերի 7-ը, բացի նրանից, որ դու կառումբացված հանցագործ ես միջև այդ, դու նաև կազմակերպել ես ինքդ հոկտեմբերի 7-ը երկիրը քաշելով ներս պատերազմի, հետնել երկիրը քաշելով Իրանի հետ պատերազմի, որի արդյունքում ունեցել ենք այսքան կորուստ մարդկային, այսքան էլ տնտեսական վնասներ, որպեսզի այս ամեն ինչը մի ձև մեղվեն, նոր պատերազմ սկսել պետք։ Ումա պետք Նետանյահուին ու ձեռքով, ինչպես միշտ Ամերիկայի Միացյալ Նահանգներին,
ու սա արդեն բոլորի կոկորդին է նստած։ Ու այստեղ են որ կա այս թակերքարսը Candace Owens-ը, սրանք աշխարհով մեկ ամենապոպուլյար բլոգերներն են ամերիկյան։ Ու սա թակերը Թրամփի ինքերն էր։ Թրամփի ամենամեծ պաշտպանը եկել էր նույնիսկ հիշում եք, չէ՞, գարուն եկել էր Պուտինից հարցազրույց էր վերցել։ Չի հասկանում այն չկատարում։ Ինքը չի հասկանում ու փաստորեն ոչ միայն ինքը, հենց այդ մագա կոչվածում, այդ հանրապետականների, թրամփականների մեջ, նրանք կիսվել են, նրանք այնտեղ չեն հասկանում։ Իրանց մեջ կռիվը ով չի պաշտպանում սիոնիստներին, նա ուրեմն Ամերիկայի թշնամին է։ Բանը հասել է դրան։ Սրա վերջը պարզ է ինձ համար։ Սա իրանց վերջն է։ Սա իրանց վերջն է։ Դա կլինի պատերազմով, դա կլինի ընտրություններով։ Իրանք հասկանում են, որ ընտրությունների ամենամեծ փորձը, որ իրանք ջախջախվեցին, դա Նյու Յորքի ընտրություններն էր։ Ոնց որ էջմիածնում այս ընտրությունների ամենաջախջախիչ փաստը արձանագրվել է արդեն բանում Գյումրիում ու Փարակարում Էջմիածնում պետքա վերահաստատվի դա, որ հասկանան այն երկուսը պատահականություն չէր, եւ դա նրանից չէր, որ ասենք Ռոբերտ Քոչարյանը այնտեղ չկար դրա համար իրանք պարտվեցին, պատկերացնում եք, ստեղել պետքա պարտվի, եւ սա դառնալու է այս երկու իշխանությունների վերջը, որպեսզի հիմա Թրամփը կարողանա ինչ-որ մի բան երկարացնի պահելու համար, նոր պատերազմ, ում համար Նետանյահուին, եւ իրան թվում է ինքը դրանով փրկելու է իրան կամ Նետանյահուին։ Ամերիկայում սրանց նկատմամբ վերաբերմունքը ժամերի ընթացքում է փոխվում։ Ժամեր այնքան նոր մարդիկ են գալիս մեջտեղ, որ հասկանում են, որ աշխարհի բոլոր պատերազմները փաստորեն բոլոր կոտորածները եկան ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բայց ոչ Ամերիկայի համար։ Այդ ամեն ինչ արվել է Իսրայելի համար։ Բոլոր Վիետնամ, Աֆղանստան, Իրաք, Իրան, այնտեղ Լիբիա, Սիրիա, այդ բոլոր պատերազմները փաստորեն դա ամերիկան է։ Կազմակերպիչ այդ բոլոր կոտորածների ում համար ում դրդման Իսրայելի։ Ու Սիրիայի պատերազմը Ալ-Քաիդայի ներկայացուցիչը, Ալ-Քաիդա որից թշնամին էր, որի համար մտան Աֆղանստան, Իրաք, ռմբակոծեցին այդքան ամերիկացի մահացավ, այդքան տրիլիոնների ծախսեր գնաց այնտեղ։ Ալ-Քաիդայի ներկայացուցիչը այսօր սպիտակ տանն է, ամերիկացիները չեն հասկանում դա ոնց է։ Այսինքն արդեն հասկանում են ոնց է։ Որովհետև փաստորեն Ալ-Քաիդային էլ իրանք էին ստեղծել Իսրայելի ձեռքով, որպեսզի դրա ձեռքով քանդեն այդ ամեն ինչը։ Եվ Սիրիան, եւ Լիբիան, եւ Իրաքը, եւ Աֆղանստանը չկարողացան քանդել միայն Իրանը։ Դա փորձեցին, բայց չկարողացան։ Ու փաստվեց իրանց գործիք Ալ-Քաիդայի ղեկավարի տեղակալը իրանց ագենտն է։ Ու այսօր Սպիտակ տանը Ամերիկայի նախագահը իր վրա պարֆյում է անում։ Իր անունով պարֆյում լակեին է իր, էլի։ Այսպիսի հիմար վիճակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սա էլ լսեք։ Այսօր Candace Owens-ն է, այսօրվա աշխարհի թիվ 1 իր աուդիտորիա բլոգերն է։ The future Prime Minister of Israel. Take a listen. My Israel has arranged instruction day for wiki editors. The goal of Սա ապագա վարչապետն է, ինքն արդեն առաջադրվում է։ Փաստորեն իրանք ստեղծում են Վիկիպեդիայում խմբագիրների ինստիտուտ, խումբ, որը նստելու է, ու իրանք այս մասին հայտարարում են։ The day is to teach people how to edit in Wikipedia, which is the #1 source of information today in the world. As a way of example, if someone searches the Gaza flotilla, we want to be there. We want to be the guys who influence what is written there, how it's written, and to ensure that it's balanced and Zionist in nature. Որանք տրեյնինգ են անելու Վիկիպեդիայի մասնագետներին, էդիտորներին, խմբագրողներին, որանք մտնեն այն ամեն ինչ որ կվերաբերում է Գազային, ամեն ինչ խմբագրեն հենց սիոնիստական պատկերացումների մեջ։ Դա մենակ չի վերաբերվում է Գազային, ամեն ինչին, իրանք նույնիսկ խումբ են ստեղծում պատմությունը կեղծելու համար։
Ու սա ապագա վարչապետի տեխնացումն է։ Հասկացեք, սա մենակ Իրաք չեն անում։ Թուրքիան իր երթին է անում, Ադրբեջանն իր երթին է անում, ու անում է Իսրայելը, դրա մասին հայտարարում է։ Լսեք Վենեսուելայի Մադուրոին, նախագահին։ El pueblo de Estados Unidos a quien me dirijo en este momento. It is to the people of the United States that I speak to at this moment before these 100 jurists from 34 countries to say, La mano enloquecida de quien stop the insane hand of those who order bombing, killing, and bringing war to South America, to the Caribbean. Stop the war. No to war. Խոսում եմ հիմա ոչ միայն աշխարհի հետ ներկայացուցիչների հետ, ստեղ հավաքված են, այլ ամերիկյան ժողովրդի հետ, դադարեցեք այդ պատերազմը։ Դադարեցեք պատերազմը։ Ես ձեզ տեղեկացնեմ, եթե հանկարծ պատերազմի մեջ մտավ Ամերիկայի Միացյալ Նահանգները բանի հետ, Վենեսուելայի հետ, հարցը ինչի, ինչքան կվնասի Վենեսուելային, հարցն է, որ դրանից հետո Ամերիկան Միացյալ Նահանգները ուղղակի միջազգային ասպարեզում դառնալու է հանցագործ երկիր։ Վենեսուելան դա Իրանը չի, հա, որի իմիջը բերել են այն աստիճանի, որ ինքը բանա իրավունք չունի, միջուկային զենք ունենա, ինչը խախտել է, դրանից հետո իրենք դարձան ոչ մի բան։ Այս պատերազմը, չեմ ասում ինչքան կորուստներ ունենալու, որտեղ Չինաստանը ամեն ձև զինելու է Վենեսուելային, ինչպես զինել է Իրանին, ինչպես զինում է Ռուսաստանին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դառնալու է բանի նման, Նետանյահուի նման հանցագործ երկիր։ Ջելոց, սա լսեք։ Brazil has officially entered South Africa's G-side lawsuit against Israel at the International Court of Justice. Մի խոսքով Բրազիլիան էլ է միացել Իսրայելի դեմ միջազգային դատարանում Իսրայելի որպես միջազգային հանցագործ ճանաչելու process. And at this point, there really aren't a whole lot of nations in Latin America that stand with Israel or even neutral on the question of the G-side in Gaza. Most notably, we have Venezuela, we have Colombia, we have Brazil, we now have Mexico. Venezuelan, Brazilian, Colombian, Mexican. Who has labeled what is happening in Gaza as a Դրանք բանալ ցեղասպանություն որակել եւ միացել են այդ դատական process-ին. G-side and has appointed a Palestinian ambassador for their country. One of the only ու վտարել են չէ embedded հա Պարեսինի ներկայացուցիչ են վերցրել իրենց մոտ. Only holdouts we do have is Argentina, the Zionist US-controlled puppet whose country is facing record levels of poverty and Միայն ասում Արգենտինան է, որը սիոնիստների ոնց որ խամաճիկը լինի, ինչալուց ասեմ, Արգենտինան մեծ բան ունի, հրեական համայնք ունի եւ ամենախոսելի տեղն է եղել պատերազմից հետո դե գերմանացիներ շատ են փախել Արգենտինա եւ ամենաշատ նացիստներ կարողացել են իրենք գրավել, բռնել, ու փախցնել, առևանգել հենց Արգենտինայից, որտեղ Մոսադը հսկայական այնտեղ ազդեցություն ունի. Inflation because he decided to sell out his people to the International Monetary Fund. Go figure. At the same time this is all going down, the Trump administration has put out a statement saying they're going to apply sanctions against every single judge on the International Criminal Court because heaven forbid Yoav Gallant and Prime Minister Netanyahu are Մեղոսկով դրա հետ միասին էլ Թրամփն է խոստացել բոլոր դատավորների նկատմամբ սանկցիաներ կիրառել, միջազգային դատավորների պատկասում բոլոր դատավորների նկատմամբ սանկցիաներ կիրառի, ովքեր Նետանյահուին եւ իր ռազմական նախարարի նկատմամբ process կգեներացնեն որպես ռազմական հանցագործներ։ Ինչալոց տեղեկացնեմ, Բրազիլիան, Մեքսիկան, այն երկրները, որ ասեցին, դրանք նաեւ BRICS-ի անդամներ են։ BRICS-ի, այսինքն BRICS-ը ասել է Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Իրանը, իրանք շրջապատում են ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սենց կողքեն են։ Կանադան էլ է միանալու։ Կարծեմ արդեն միացել է։ Իսկ դա նշանակում է, որ այդ երկրները շատ շուտով ասնել են UN-ի, որովհետև Սաուդյան Արաբիան նավթավաճառում արդեն UN։
Հենց դրանք հրաժարվեցին ու շատ շուտով կհրաժարվեն դոլարից, քանդվում է, ինչ ասեմ, 23 թվականի տեսքով ստեղծված այն աշխարհակարգը, որի արդյունքում Ամերիկան որպես գերտերություն եւ դոլարը որպես գերարժույթ տիրել է արդարին։ We have breaking news. The judge overseeing the Jeffrey Epstein case has just denied DOJ's request to unseal grand jury transcripts and exhibits. MSNBC's Ken Delanian is following this for us. What can you tell us about the decision, Ken? Խոսքով, սա էլ ասեմ, որ այդ խայտարակ այդ մանկապիղծների, սեքսուալ թրաֆիքինգի, այդ խայտարակ պատմությունը Ջեֆրի Էփստինի հետ կապված, որոնք ներգրաված են աշխարհի ղեկավարները, բոլոր համարյա, թագավորական ընտանիքը, Հոլիվուդի աստղերը, բոլորը տեղ են եղել եւ բոլորին նկարել են, բոլորի նկատմամբ կամպրոմատներ ունի հավաքած իր ձեռքի տակ Մոսադը եւ այդպես կառավարում է ամբողջ աշխարհ։ Հավաքել է տալել այդ պիղծերին, այդ այլասերվածներին, ինչ պետք է իրենց մատակարել է, տարիներով նկարել է ու շանտաժով որ երկրում ինչ ուզում անում է։ Հիմա այդ ցուցակն են, այդ մասնակիցների ցուցակն են ուզում հրապարակել։ Այսօր նիստը որ պետք է հրապարակեն, դատավորը որոշել է որ չէ։ Բայց այսօրվա բոլոր զոհերը այդ սեքսուալ թրաֆիքինգի որ հավաքված են Վաշինգտոնում, իրանք ասեցին, հայտարարեցին, եթե այսօր չհրապարակվեց այս ցուցակը, մենք ենք հրապարակելու այն անունները, որոնք կան այդ ցուցակում։ Իսկ նախնական հրապարակված ցուցակների մեջ բոլոր տեղը կա Թրամփի անունը։ Բոլոր տեղերում Թրամփի անունը կա, բոլոր հրապարակված իմեյլների, խոսակցությունների մեջ Թրամփը կա։ Այսինքն Թրամփը հանդիսանում է ուրեմն մանկապիղծներից մեկը, դրանց ամենաակտիվ մասնակիցներից մեկը։ Մի ամբողջ երկրի նախագահ։ Իշխել ամեն ինչ անում է իր, ուրեմն FBI-ով, դատախազներով, դատարաններով, որ հանկարծ այդ ցուցակները դուրս չգա։ Երկար չի կարողանալու դա անի։ Երկար չի կարողանալու անել, որովհետև հաջորդը ով եղավ նախագահ, ինքը գալու է խոստումը, որ ինքը պետք է անի։ Ու դա կան։ Եթե այդ մասնակիցներն չհրապարակեն անունները, այնտեղ Բիլ Քլինտոններ կա, թագավորական ընտանիքներ, բրիտանական Հոլիվուդի աստղերներ կան, խոսքով, խայտարակ ցուցակը, խայտարակ քաղաքական գործիչներ։ Ինչու Նիկոլ Փաշինյանը հիշել իր բանտախոսը։ Չգիտեմ, երևի պատրաստվում է նորից գնալ բանտախոս։ Ինչու՞։ Լավն է։ Իսկ որ ինքը պետք է գնա բանտախոցը տեղ ոչ մի կասկած չկա։ Ինչեւ դա կլինի իր համար լավագույն տարբերակը, որովհետև կարող է դա էլ իրան բաժին չհասնի։ Այսօր ես լսում էի մի ռուս ռեժիսորի, որ ապրում է Հայաստանում։ Եվ իզարմանս ինձ մեր ազգի մասին այնքան խոսքային ինֆորմացիա է տիրապետում։ Այնքան խորքային ինֆորմացիա եւ վերլուծություններ ուներ, որ ուզեցի մի մասով կիսվեմ ձեզ հետ։ Ինձ բերեց ինքը շատ հետաքրքիր եզրակացությունների մեր տեսակի մասին։ Ու ես էլ հասկացա, որ ճիշտ է ասում, որովհետեւ մեր տեսակի մի կարևոր մասը մեր խենթությունն է։ Խենթություն դա լինի չգիտեմ, դա կոմիտասի խենթությունը կարող լինի, դա կարող լինի Սասունցի Դավիթի խենթությունը, Ծուր Դավիթությունը, հա, դա լինի Ալուսևակի գրած երբ չի լինում երկու ճար, խենթներն են գտնում հնար, հիշում եք երևի Սաղդալապատ երկի տողերը, Հանճարեղ Գրիգոր Հովհաննիսյանի երաժշտության տակ։ Այդ խենթի գաղափարը, որ խենթերն են գտել միշտ հնան, այսինքն ով չի հնազանդվում, ով չի ընդունում խաղի կանոնները, մեր ազգի լեքսիկոնի մեջ ինքը բնորոշվել է որպես խենթ։ Ու դա մեր մոտ մենակ մենք ենք սիրելով մեր եղիկին ասեմ գիժ։ Օրինակ են պիսով որ մենք ունենք դա մեջ, մեր տղաս անուն դրել է խենթ։
Իսկ անում է խենթը։ Այև մենք ինչ որ մեկին որ սիրում ենք, ուզում ենք ասենք գիժ։ Հետաքրքիր է, որ մեր մոտ դա դրական ասոցիացիաներ ունի։ Եվ կինս հիշացրեց բանի տողերը, ես ուզում եմ ձեր համար կարդամ, Էլի Պարուսևակի, ասեց ինքը լավ է գտել խենթերի մասին, ասեց ինձ անպայման ուղարկի եւ ես ուզում եմ կարդալ ձեզ համար։ Սա մեր մասին։ Ես գժվում եմ եւ ինձ լսելով կարող են ասել գժվել է ինչ է։ Իսկ ես էլ կասեմ այո գժվել եմ։ Ինչու չգժվել։ Իսկ գժվելով չեն սիրում ու ատում։ Իսկ գժվելուց չի փայտը ճաճատում։ Առանց գժվելու չկա շահած մարդ։ Առանց գժվելու չեն ծնի նոր մարդ։ Մինչ չգժվի ջուրը չի եռա։ Կերև չի պատրի հատիկը նրան։ Ծառերն են փթթում, գժված են անշուշտ։ Երկիրն է պտում, գժված են անշուշտ։ Սերմերը միջև կարգին չգժվեն, բերք չեն դառնալու։ Թաթերը միջև կարգին չգժվեն, ձեռք չեն դառնալու։ Բառերն էլ միջև կարգին չգժվեն, երկ չեն դառնալու։ Ախ ուր էր թե ես միշտ գիժ լինեի։ Դամատ հենց մենակ ինքը կարող էր գրել, բառերը միջև կարգին չգժվեն, երկ չեն դառնալու, հետո կգրեր երբ չի լինում երկ ու ճար, խենթերն են գտնում հնար։ Շատ Պարուսևակային տողեր ասա։ Այս տողերը որ կարդում եմ, դե գիտեք, Պարուսի դեմքը դիմագծը իմ ամենահամակրելի դեմքն է դառնում։ Որ հասկանում ես ինչ բովանդակություն կա այդ ոչ ստանդարտ դիմագծերի հետևում։ Հասկանում ես բովանդակությունն է կարող։ Ամենահամակրելի մարդը, որ մարդու բնությունը այս կարգի ճանաչելը։ Այո պիտի գժվենք։ Եվ չամաչենք այդ գժվելուց, որովհետև հնազանդին են տանում մորթելու։ Գժի հետ հաշվի են նստում։ Ու աշխարհի կանոնները սահմանում են գժերը։ Շատ խելոքները հարմարվում են այդ կանոններին։ Ու դե հադիտես, որ մեր ազգի բոլոր փրկություններն ու բոլոր նվաճումները եղել է հենց այն ժամանակ, երբ որ գժվել ենք մենք ուղակի։ Որ ոչ մեկ չի հավատացել, որ դա հնարավոր է անել, լինի, գժվել ենք ու արել ենք, դա լիներ Սարդարապետը 18 թվականին, դա լիներ 91 թվականի Արցախյան ազատամարտը, գժվելը մեր էպոսով ապացուցած, որ պետքա գժվել, որ այդ հերոսի անունն էլ պետքա լինի գիժ, ծուռ։ Դա մեն ասում, իչև չծռվենք, չի դզվելու։ Դրա համար ես չեմ սիրում խելոք մարդ։ Էն էլ տղամարդ։ Խելոք ու տղամարդ իմ համար չի ասոցացվում։ Նույնը չի։ Մարդը պետք է ծուռ լինի։ Սասունցիների մոտ լավ է հնչում, ծուռ։ Գիժ, այ գիժ։ Ու մի ամաչեք։ Հակառակ, հերո փախեք այդ հարմարվողներից, այդ կոկիկ, ակուրատնի, սենց ստանդարտի մեջ։ Իսկ վերջում այսօր ինձ հետաքրքիր է, որ ես հիշեցի Սասունցի դարդի մասին, ասի մի հատ նայեմ, տեսնեմ մեր ֆիլմը որն է այդ կամ ֆիլմի մասին, որ ես խոսացել եմ, դարել է իմ ֆիլմը, դա Մհերի դռան առեղծվածը ֆիլմ էր, Արտուր Արմենի նկարած, որը բերեցինք ցույց տվեցինք Լոս Անջելեսում եւ հետո տեղադրեցինք ինտերնետում, ասի տեսնեմ ինչքան մարդ է դիտել, ու նայեցի, որ 53,000 մարդ դիտել է այս գիտական, բայց մեր մասին շատ բան ասող ֆիլմը։ Չգիտեմ շատ է թե քիչ։ Անկեղծ չգիտեմ, կուզենայի լինել գոնե 500,000։ Իսկ ես ձեզ բոլորին երաշխավորում եմ։ Եթե ամեն հայ նայի այս ֆիլմը ու պարտադիր չի ամեն ինչ հասկանա, որտեղ ինքը եւ պատմողական է, եւ մասնագիտական է, եւ աստղաբանական է, եւ մաթեմատիկական է, բայց անպայման դուք մի բան կվերցնեք։ Նայեք այս ֆիլմը։ Ու ես երաշխավորում եմ ցանկացած մարդ այս ֆիլմը որ նայի, ցանկացած մարդ ինքը կհասկանա ինքը որտեղից է եկել։ Եվ այս Մհերի դուռ կոչված ընդհանրապես մի հատ դուռ է,
Ինչի մասն է։ Մի դուրը ինչքան պատմություն ունի իր մեջ։ Մի դուրը աշխարհի առաջնական պատմություն ունի։ Մի դուրը։ Դա մեր պատմության մեջ մի փոքր դուր է։ Իսկ մեզ Նիկոլա Ցինները բերել են ուզում են մտցնել մի տեղ, որ մենք չենք կարող բալամ մտնենք այնտեղ։ Էդի մեր տեղը չի, էդի մեր համար շատ փոքր է։ Ես առաջարկում եմ չհարմարվել ու մեջքը ուղղել ու ծռվել, ջարդել, ասել ես ինչ ես դու ես ինձ տարել մցնում։ Իմ տեղը էս տիեզերքն է, էս հայկական լեռնաշխարհն է։ Իմ տեղը, դա իմն է։ Ես այդտեղ եմ ստեղծված եղել որոշակի միսիայի համար, դու ինձ ուր ես տանում մտցնես քո խցերի մեջ։ Ցել են նաև ագրավ աստեղատունը, որպես աստվածների սուրհանդակ կամ անդերաշխարհ տանող դռների պահապան։ Թեյշեբա։ Էս նայեք։ Ես ամբողջ ֆիլմը չեմ որ պահը դնեմ նայելու ինքը այդ ամբողջ բանի մեջ պետք է դիտես իրան ամբողջ կոնցեպցիայի մեջ սա ինքնաճանաչում է ու որ պահին մենք ինքնաճանաչվենք մենք ավելի լավ կհասկանանք Սևակի ինչ էր ասում գժվելու մասին քանի մենք չենք ինքնաճանաչվել դա հնչելու է մեր ականջին որպես գեղեցիկ հանգավորված խոսք բայց դա շատ ավելին է, քան ընդամենը գեղեցիկ հանգավորված խոսք։ Դա մի ամբողջ ազգի ու տեսակի պատմություն է, որը հիմնավորում է, բացատրվում է բնության երևույթներով, նաև։ Կներեք, որ ես շատ խոսացի։ Ես գիտեմ, որ ամեն անգամ տարբեր եմ վերջացնում, տարբեր է լինում հաղորդումները։ Ամեն անգամ չի, որ գոհ եմ մնում հաղորդումներից, այսօր մտածում եմ Այսօր հիշեցի պատմությունից մի դրվագ եւ շատ հայտնի դիրիժորներից Կարլոս Կլայբեր իմ սիրած ամենասիրած դիրիժորներից մեկն է ներկայացումից առաջ տեսնում եք չկայինք օպերա պետք է չափտա բայց սկսի մա ներկայացումը չկա դիրիժորը անգնում են սկսում են լուսերը հանգել է դիրիժորը չկա գնում տեսնում ես սենյակում նստած լացում է ասում ինչ է եղեք ես ասում ես չգիտեմ, չեմ ուզում չափտամ, ինչ է եղել, ասում ես չեմ կարող այսօր ավելի լավ չափտամ, քան երեկ էր։ Ամեն անգամ երբ որ ես գոհ չեմ լինում ով հաղորդումից, շատ ծանր սրտով եմ գնում քնելու, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ ամեն օր չի, որ երևի հնարավոր է անել եւ լինել այն տրամադրության մեջ, որը քեզանից ակնկալում են։ Եվ ինքնադրսևորվել այն որակներով, որոնք դու կուզենայիր։ Այդ ապրումները մեկ-մեկ ես էլ եմ ունենում։ Իհարկե ոչ մեկի մասնությունները չի տեսնում եւ այստեղ չեմ լացում, բայց ծանր է լինում։ Հուսով եմ վաղը լավ նորություններով կհանդիպենք։ Լավ նորություններով եւ կշնորհավորենք իրար ԿՊ-ի ջախջախման կապակցությամբ։ Այսօրվա մայրասկանը Ramazan.